Նիկոլ Փաշինյանն այսօր հայ առաքելական եկեղեցու հետևորդներին ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ համախմբվելու կոչ արեց։ Վարչապետի հերթական գրառումը դարձյալ կուսակրոնության ուխտի պահպանման հարցադրումով էր։ Փաշինյանը պնդում է կաթողիկոսը զավակ ունի, եթե Գարեգին Բ-ն փորձի հերքել, ինքը դա կապացուցի։ Իսկ երեկ Փաշինյանը գրել էր, թե եկեղեցին նույնպես պիտի վերադարձնել ժողովրդին։ Այսպիսով իշխանություն եկեղեցի հերրակա առճակատումն առցանց տիրույթում շարունակվում է արդեն 10 օր։ Ուր է տանում պետության եւ եկեղեցու կոնֆլիկտը։ Սա բարոյականության հարց է, դաստիարակության հարց է։ Չկա այդ ամենը, ինչ եք ուզում։ Ինչ եք ուզում։ Այն որ սա էլ տեխնոլոգիա է, դրանում էլ ոչ մի խոսք։ Ես ասում եմ, սա կոնկրետ մեր ինքնության, մեր տեսակի, մեր ինքնավստահության, մեր ըմբոստության դեմ ուղղված քայլեր են, ամեն քայլը։ Պետության ղեկավարը, դա պետության, չգիտեմ, այդ լակմուսի թղթերից մեկն է, որ աշխարհը մեզ ոնց է ընկալվում։ Այո, վատ է, բայց երբ որ նայում ենք մյուս պետությունների, լիքը պետությունների ղեկավարներին, նրանք ավելի լավը չեն։ Իսկ ամեն բան սկսվեց նրանից, որ Փաշինյանը մոտ 10 օր առաջ ֆեյսբուքյան գրառում արեց սրբազաններից մեկին գռեհիկ խոսույթով մեղադրելով քեռու կնոջ հետ սեռական կապի մեջ։ Ինչով է վտանգավոր ատելության խոսքի գեներացումը իշխանության առաջին դեմքի կողմից։ Երևանի ազգային տեխնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը շեշտում է, ամեն մեկը պետք է անձնական պատասխանատվություն կրի եւ որևէ կերպ չնպաստի ատելության խոսքի տարածմանը։ Կարծում եմ սա ինքնաոչնչացման ճանապարհ է, անկեղծ ասած, բայց գիտեք, ես չէի ուզենա առանձնացնել որևէ մեկին, չնայած պարզ է, որ ինչքան ավելի բարձր է յուրաքանչյուր մարդու կարգավիճակը կամ պաշտոնը, այդքան ավելի մեծ է պատասխանատվությունը։ Իսկ ինչ է ասում օրենքը պետություն եկեղեցի իրավահարաբերությունների մասին։ Եկեղեցու պետությունից անջատ գործունեությունը երաշխավորված է սահմանադրությամբ, այսինքն Հայաստանի Հանրապետությունը որևէ լծակ չունի եկեղեցու կայացրած որոշումներին միջամտելու եւ հակառակը։ Համոզված եմ, որ պետությունը չպետք է եկեղեցու գործերին խառնվի, եկեղեցին չի կարելի, որ պետության գործերին խառնվի, մեզ մոտ այս խառնաշփոթը ակնհայտ է երկու կողմանի ու երևի թե այս առճակատումը կբերի բանակցությունների, որտեղ որ այդ տարանջատումը կլինի հավանաբար։ Երբ որ ցինիզմը չափ ու սահման չունի եւ ակնհայտորեն բերանին եկող չկա, ձերքը բռնող, խուցը ցույց տվողը չկա, իրենք կարող են իրենց թույլ տալ ցանկացած դրսևորում։ Ռուբեն Բաբայանն էլ կարծում է, ոչ պետությունը պետք է խառնվի եկեղեցու գործերին, ոչ էլ հակառակը։ Պետությունը կարող է այնքանով միջամտել եկեղեցու գործերին, ինչքանով եկեղեցու գործերը կամ որոշակի եկեղեցականների գործերը հակասում են օրենսդրությանը, պետական։ Մայրաթորն օրեր առաջ միայն մի հայտարարություն էր արել եւ դրանից հետո շարունակում է լռություն պահպանել։ Sense tenants մենք գիտենք, որ ինչ որ եկեղեցականներ կարող էին ավելի բարձր մակարդակի վերագտնվել եւ այլն։ Այդտեղ խնդիր կա։ Բայց մյուս կողմից դա պետության գործը չի ու պետական պաշտոնյայի գործը չի, եթե դա անվտանգության հարցեր չի առաջացնում։ Երգիչ երգահան Եղիշե Պետրոսյանի խոսքով հայ առաքելական եկեղեցին ազգային եկեղեցի է եւ ցանկացած հարված, որը կուղղվի եկեղեցուն, ըստ նրա կուղղվի նաեւ ազգին։ Բայց եկեղեցին իր տեղում չի նաեւ։ Իր Արցախ դատարկվեց, դրոշակ չբարձրացրեց, չգիտեմ, Բարդողոմեոսի թեման ռուսներով, ադրբեջանցիներով տարան դարձրին ադրբեջանցիների սուրբը, հա, Կիրիլը չգիտեմ եկավես, հասկանում եք, նա էլ իր տեղում չի, ինչի, որովհետև բոլորը ծառայում են սրան նրան, բացի ազգից, էսա։ Կան եւ երկրներ, որոնք պարզապես կփորձեն այդտեղից օգուտ քաղել եւ դրանք ոչ բարեկամական երկրներ են, չնայած հաճախակի ներկայացում են նաեւ որպես բարեկամական։ Սա միանշանակ է։
ինչպիսի անուն մենք ուզում ենք դնենք, վերջ-վերջով մենք մի ընտանիք ենք։ Եվ երբ որ ընտանիքում լինում է խրդվություն, իսկ դրանք լինում են բոլոր ընտանիքներում, անհամաձայնություններ, սերունդների խնդիրներ եւ այլն, բայց մենք պետք է հասկանանք, որ դրսի համար մենք մի ընտանիք ենք։ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը վերջերս անդրադառնալով Facebook-յան իր էջում կատարած աննախադեպ խոսույթով գրառումներին նշել էր, որ դա կրթվելը նորաձև է արշավի մի մասն էր եւ ինքը իր ձևակերպմամբ ստիպված էր իջնել, որպեսզի իր ձայնը լսելի լիներ։ Պատկերացրեք, որ հայհոյանքը ունենար հոտ, ինչ գարշահոտություն էր տիրելու Հայաստանում։ Բայց խնդիրն այն է, որ հայհոյանքը իսկապես ունի հոտ։ Ուղղակի այդ հոտը ոչ թե քթով ես զգում, այլ ուղեղով, ենթագիտակցությամբ։ Ինչի համար են մտավորականները, որ ցանկացած պահի, ցանկացած այդպիսի դրսևորումներ սաստեն։ Երգիչ երգահան Եղիշե Պետրոսյանի խոսքով վարչապետին եւ նրա ընտանիքին ուղղված ատելության ցանկացած խոսք նույնքան անընդունելի եւ դատապարտելի է։ Ով ասում, որ մենք այդ մյուսներին պետքա քաջալերենք, որ հայհոյում են։ Չէ, դուք եք այդ ամեն ինչի բանը, հեղինակը եւ մոդերատորը։ Չէ, ով ասում, որ դա թույլատրելի բան է։ Դժվար է ասել, ով առաջինը սկսեց, բայց որ համարձակը, խելացին եւ խիզախը կլինա, ով առաջինը վերջացնի, կանգ առնի։ Սա միանշանակ իմ համար։ Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն է այցելել Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ առանձնազրույց ունեցել կաթողիկոսի հետ։ Ըստ տարածված հաղորդագրության, առաջին նախագահը դատապարտել է իշխանության քայլերը, դրանք գնահատելով որպես հակասահմանադրական ոտնձգություն եկեղեցու նկատմամբ։ Դրանի պատասխան Փաշինյանը դարձյալ գրառում արեց, նշելով, թե Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է։ Ինչ հանգուցալուծում կստանա իշխանություն եկեղեցի բանավեճը, այս պահին պարզ չէ։